Ընտրության արդյունքն անվավեր ճանաչելու, քաղաքական 7 ուժերի դիմումները 6 օր քննելուց եւ 3 օր խորհրդակցական սենյակում մնալուց հետո բարձր դատարանը պատրաստվում է հրապարակել որոշումը։ Ընդդիմադիրները պահանջում են ամբողջությամբ անվավեր ճանաչել հունիսի 7-ին կայացած ընտրության արդյունքը կամ վերաքվեարկություն նշանակել երկու ընտրատեղամասում ու սահմանել մանդատների բաշխման նոր կարգ։ Պատմության ընթացքում Հայաստանի առաջին դեպքն է, երբ որ սահմանադրական դատարանում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է։ Մեր քաղաքական թիմը Պանծառուկյանի գլխավորությամբ հակված է բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու արդարության վերականգնման համար։ Սա հնարավոր գործիք է այդ անարդարության դեմ պայքարելու եւ արդարությունը վերականգնելու փորձ։ Եթե ՍԴ-ն ունենա կամք շարժվի սահմանադրությամբ, հաղթում է ժողովուրդ, հաղթում է պետությունը։ Հունիսի 21-ի աշխատակարգային նիստում բարձր դատարանը որոշեց միավորել քաղաքական ուժերի դիմումները, նիստի օր նշանակելով հունիսի 26-ը։ Դիմումների քննությունը մեկնարկեց ոչ ամբողջական կազմով, 9-ի փոխարեն 7 դատավորով։ Դատավարության կողմերի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու համար դատարանի որոշմամբ նախկին ԿՊԱ-ական Վլադիմիր Վարդանյանն ու Հանրապետություն կուսակցության նախկին անդամ Արտակ Զեյնալյանը քննությանը չմասնակցեցին։ Շերքի վրա դրված էր հետևյալ հարցը. կամ մենք քննում ենք ոչ լիարժեք կազմով, դրանից բխող բոլոր դժվարություններով, որ պատասխանատվությամբ, որ կրելու են արդեն 7 դատավորներ, այլ ոչ թե 9, իսկ մյուս կողմից դատարանի լեգիտիմության հետ կապված մտահոգություններով։ Վարչական ռեսուրսի չարաշահում, ընդդիմադիրների համատարած ձերբակալություններ, ատելության խոսքի տարածում, գաղտնի ցուցակներ, անվավեր քվեաթերթիկների աննախադեպ մեծ թիվ, թափանցիկ ծրարներ, տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու որոշում։ Ընդդիմադիրները ներկայացրին նախընտրական ու հետընտրական շրջանում տեղ գտած խախտումները։ Այս ընտրությունները թե սկզբնական փետրվարի 7-ին հաջորդող ժամանակահատվածում, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում, թե քվեարկության օրը, թե դրան հաջորդող ժամանակահատվածում իսկապես տարբերվում են, որովհետև այս ողջ շղթայի մեջ մի բան միշտ տեղի ունեցել է։ Դա ընտրախախտում է։ ՍԴ նիստին զուգահեռ դատարանի բակում ընդդիմադիր ուժերը ի պաշտպանություն քաղաքացիների քվեների հավաք անցկացրին։ Դատարանը գալիս է, խնդրում եմ ոտքի կանգնել։ Քննության երկրորդ օրը սկսվեց հայցվորներից մեկի բացակայությամբ։ Հայկ Մարությանի նոր ուժ կուսակցությունը դադարեցրեց մասնակցությունը նիստերին։ Երկրորդ օրը բացատրությունների փուլն էր։ Ոչ ոք իրավունք չունի ժողովրդի փոխարեն որոշելու, թե նրա որ ձայներն են կարևոր, իսկ որոնք ոչ։ Այս գործի առանցքային հարցը հետևյալն է. արդյոք պետական մարմինը կարող է իր իսկ թույլ տված սխալների հետևանքները բարթել ընտրողի վրա։ Մեր համոզմամբ ոչ։ Ընտրությունների անցկացման, կազմակերպման, նաև ընտրախախտումների համար պատասխանատու կառույցի ղեկավարը բարձր դատարանին խնդրեց մերժել բոլոր դիմումները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է ներկայացված դիմումների բոլոր 7 դիմումները ամբողջությամբ։ Ուստի եւ խնդրում ենք դիմումները մերժել, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1406 2026 թվականի 259A որոշումը թողնել ուժի մեջ։ Հանգստյան օրերին շաբաթ եւ կիրակի աշխատած դատարանը 4-րդ օրն անցավ հարց ու պատասխանի փուլին։ Դատավոր Շաթիրյանի առանցքային հարցերի պատասխանները ԿԸՀ նախագահը չգիտեր։ 3 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր չճանաչվելու պարագայում, չճանաչվելու։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կհաղթահարեր 4%-անոց շեմը։ Ես չգիտեմ, որովհետև ես այդ 3 տեղամասերում պիտի ունենայի վավեր քվեարկության արդյունքներ։ Սեյդա Սաֆարյանի հարցերն ընդդիմադիրների կտրուկ արձագանքին արժանացան, ըստ ընդդիմության ներկայացուցիչների, դրանք ոչ թե հարցեր էին, այլ քաղաքական հայտարարություններ։ Բարձր դատարան, խնդրում եմ, բարձր դատարան քաղաքական հայտարարություն է կատարվում ամբիոնից, որը որպես հաստատված փաստ։ Խնդրում եմ դադարեցնենք դա։ Քննության թեժ փուլում ՍԴ նախագահի աթոռը մի պահ երերաց, բայց ըստ Արման Դիլանյանի արդարադատությունը մեծ վնաս չկրեց։ Լավ, հետո կշտկենք, արդարադատությունը շատ մեծ վնաս չկրեց։ Քննության 5-րդ օրվա սկիզբը փակ դռների հետևում անցավ, գաղտնի փաստաթղթեր էին ուսումնասիրվում։ 6-րդ օրը եզրափակիչ ելույթներն էին, դիմողներն ավելի պատկերավոր են հիմնավորում իրենց պահանջները։ Մոտեցել ենք ծանրաձողին, ասել ենք կլինի 58500 ձայն դնեք այդ ծանրաձողի վրա, բարձրացնելու ենք։ Դրել են, բարձրացրել են, կաղնել ենք, րոպեն անցել է, կոճակը սխմել են,
ասել են այո դու բարձրացրել ես բաները, հետո ասել են արա չէ։ Այն երկու հոգին, որ այդ ծանրաձողի վրա այդ ձայները դնում էին, մի քիչ ոնց որ ժամանակից ուշ են դրել, բայց բարձրացրել ենք մենք։ 58500 քաղաքացի գնացել են ընտրատեղամաս եւ ձայն են տվել։ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը ժողովրդի կամքը ինչ ա եղել։ Եղել է այն, որ ԲՀԿ-ն անցնի, որովհետեւ 4%-ը գերազանցել է։ Եթե ուղակի ընտրական միջոցառումներ եւ քվեարկության օրվա միջոցառումներ կազմակերպող պետք է լինեն, ավելի լավ է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհանրապես փակել, փոխարենը այդ գումարը պետական բյուջեից հատկացնել Domino Video Production-ին, որը հաստատ ավելի լավ կկազմակերպի այդ միջոցառումները բլեքջեքով եւ դրոններով։ Դատաքննությունն ավարտվեց։ ՍԴ նախագահը հայտարարեց, որոշումը հրապարակելու վերջին ժամկետը հուլիսի 4-ն է, մինչև օրվա վերջ։ Դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ, սույն գործով որոշում կայացնելու։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն,